Սա Տիառնընդառաջի արծաթի տարբերակն է, սա էլ նույն ուշադրամի ոսկին։ Առավոտյան վաճառասրահ են հասել եւ անմիջապես էլ գնորդների ուշադրության կենտրոնում հայտնվել Տիառնընդառաջին ընթառաջ կենտրոնական բանկի անոնսած այս տարվա առաջին հուշադրամները։ Այս թողարկումով մենք սկսում ենք հուշադրամների նոր շարք, որը նվիրված է լինելու մեր ազգային տոներին, ներառյալ մեր եկեղեցական հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին։ Առաջինը այս Տիառնընդառաջ հուշադրամներն են, ինչպես ոսկուց, այնպես էլ արծաթից ենք թողարկում։ Նոր այս շարքը նոր սկզբունք ունի։ Հուշադրամի ստանդարտ դիմերես դարձերեսի փոխարեն կողմերից մեկում ներկայացված է տաղավարտոնի եկեղեցական մոտիվները, մյուսում ավանդական ժողովրդական տրընդեզն է։ Էսքիզի հեղինակ Նաննա Կուրղինյանն է, ոգեշնչվել է տոնի վերածննդի լուսավորության խորը իմաստից, ասում է։ Պատկերված է հուրը, որը խորհրդանշում է սկիզբը, շարունակությունը, վերածնունդը, այնուհետև զույգերի կերպարն է։ Դա խորհրդանշում է ընտանիքը, հավատարմությունը, սերը, նաև կարևոր իմաստներից մեկը Քրիստոսի պատկերն է, այսինքն Քրիստոսի ընծայումը տաճարին, որը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի դեմ։ Հուշադրամի վրայի երիտասարդ աղջկա կերպարում ի դեպ հենց ինքը Աննան է, գեղեցիկ, մի քիչ արծվաքիթ, ժպտում է, համարձակվել է իրեն պատկերել, երբ ռիսկ է արել լեզվաբան լինելով խառնվել մեր շատ հուշադրամների հեղինակ Հայրիկի գործերին։ Դե Հայրիկը միշտ որ անում էր էսքիզները, խորհուրդ հարցնում էր ինձնից, որ տարբերակն է լավ կամ ինչն է վատ, ու այտենց ես մտածեցի, միգուցե ես էլ փորձեմ։ Հուշադրամի տեսքը նաև գնորդներին է շատ դուր եկել։ Կեսօրն անց դրամագետ խանութ սրահում հերթ չէր, բայց այցելուների պակաս էլ չկար։ Եղբոր համար է ձեռք բերում, անկեղծացավ կադրից դուրս հարցազրույցի համաձայնված այս տղամարդը։ Համադրում որ գնեմ իր տեղ։ Եվ ինչ գնացիք հիմա։ Չեմ կարող ինձ ուղարկել այդ երեք չեմ։ Դե եկեք ճշտենք։ Տիառնընդառաջի ոսկին արծաթը ու Մխիթար Սեբաստացին։ Մխիթար Սեբաստացու 350-ամյակի պատվին հատված արծաթե հուշադրամներ են նոր դրվում շրջանառության մեջ։ Վենետիկի ու Վիեննայի մխիթարյան միաբանություններին նվիրված նմուշներին հաջորդող Սեբաստացու 3-րդ թողարկումն է։ Հանկարծ չուշանա հավաքածուն թերի մնա մտավախությամբ, դրա հետևից էր մայրիկին ուղարկել Փանոս Թերլեմեզյանի ժառանգներից մեկը։ Նոր հուշադրամ Մխիթար Սեբաստացի տղաս տեսա, ոչ 500 քանակով թողարկվել է, ասես չուշանամ։ Եկել եք դա գնեք։ Ահա, տղասը հավաքածու ունի, նկարիչ է եւ միաժամանակ զբաղվում է շատ հետաքրքրվող եւ պատմությունները գիտի, այնպես չի որ ուղղակի ձեռքաբերում որպես կապիտալ։ Գեղեցիկ մեր հուշադրամները Գևորգ Թումանյանը հույս ունի մարդիկ ձեռք են բերում որպես հավաքորդ դրամագիտական արժեք, ոչ թե թանկարժեք մետաղ։ Ոսկի արծաթի վերջին կտրուկ թանկացումներից հետո մասնագիտացված այս խանութում առևտուրն ասացին մի քանի օր է միայն պասիվ եղել։ Թանկարժեք մետաղների գնաճը պարզվեց չի անդրադառնում նաև հուշադրամ թողարկելու գլխավոր դրամատան ծրագրերի վրա։ Ավելի շուտ գներն են վերանայվում, այս սպայի դրությամբ այդպիսի նախադեպ չենք ունեցել, որ թանկարժեք մետաղի գնի բարձրացման պատճառով վերանայվի մեր թողարկման ծրագիրը։ Տարվա թողարկումների ցանկում ներառված է 8 հուշադրամ, անվանի մեր գործիչների շարքից Հոբելյանական Հայաստանի անկախության 35-ամյակի պատվին, կսկսվի նաև եւս մեկ նոր հայկական բնաշխարհ շարքը։ Առաջին հուշադրամը հայկական բնաշխարհին նվիրված լինելու է շատերին կամ կարելի ասել բոլորին հայտնի Քարերի սիմֆոնիան, մեր Գառնիի ձորում գտնվող այդ բնության հրաշքը։ Այդ հուշադրամը որոշված է կհատվի հատուկ տեխնոլոգիայով, ցույց տալու ժայռաքարերի բացառիկ ռելիեֆը։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։